Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնում, հայտնում է ընկերությունը։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Ընկերությունը նշել է, որ մատակարարումները ժամանակավորապես վերաուղղվել են այլ լոգիստիկ օբյեկտներ։ Վոլգոգրադի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, վիրավորվել է 5 մարդ, իսկ վառելիքաէներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է նաև Թաթարստանի Զելենոդոլսկում գտնվող Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնում։ Հաղորդվում է նաև, որ Զելենոդոլսկում անօդաչուն պայթել է օզոնի պահեստի հարակից տարածքում։ Վնասների ծավալների եւ հնարավոր տուժածների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևելքում գործող 4 ահաբեկչական թաքֆիրական խմբավորման վնասազերծման եւ 15 անդամների ձերբակալման մասին։ Գերատեսչության տվյալներով կասկածյալները հայտնաբերվել եւ ձերբակալվել են նախքան տնտեսական, ծառայողական եւ դատաիրավական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձը։ Pars Today-ի փոխանցմամբ գործողություններն իրականացվել են Զահեդան, Չաբահար, Իրանշահր, Խաշ, Թավթան, Նեքշահր եւ Ղանդ քաղաքներում, որտեղ արգրավվել են զինամթերք եւ մի քանի կալաշնիկով ինքնաձիգ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան Շեյխ Իսա ռազմաբազային։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով թիրախավորվել են ռազմաբազայի էլեկտրագեներատորներ, նավիգացիոն համակարգեր, նաև վարչական եւ օժանդակ ենթակառուցվածքներ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում տասնյակ ռազմական օբյեկտների դեմ նոր հարվածների մասին։ Բլումբերգի փոխանցմամբ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերջին օրերին ակտիվացել է չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի խոսքով նավթի արտահանումը շարունակվում է ամերիկյան ռազմանավերի ուղեկցությամբ։ Վերջին շաբաթվա ընթացքում նեղուցով օրական տեղափոխվել է շուրջ 6.5 միլիոն բարել նավթ։ Քփլերի տվյալներով հուլիսի 29-ին նեղուցով երկու ուղղությամբ անցել է հումքային բեռ տեղափոխող 14 նավ, ինչը զգալի աճ է նախորդ շաբաթվա համեմատ։ Ըստ հրապարակված տվյալների ադրբեջանական Silkway զենք փոխադրող ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը վերջին 5 օրվա ընթացքում 5 թռիչք է իրականացրել Բաքվից դեպի Իսրայելի Նևատիմ ռազմաօդային բազա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Silkway ինքնաթիռները 2025 թվականին առնվազն 57 չվերթ էին իրականացրել Իսրայելի եւ Ադրբեջանի միջև։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ստուգայց է կատարել Էգեյան ծովի եւ Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում գնահատելով ռազմական ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքը։ Ըստ հունական պարբերականների Աքիլեսի վահան ծրագրի շրջանակում Թուրքիային սահմանամերձ կղզիներում եւ Մարիցա գետի ուղղությամբ տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակադրոնային համակարգեր Հունաստանի հակաօդային պաշտպանության բազմաշերտ ցանցն ամրապնդելու նպատակով։ Պակիստանի Բելուջիստան նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, հայտնում է Ալ Ջազիրան։ Նախնական տվյալներով պայթյունի պատճառը հանքահորում կուտակված մեթանն է եղել։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան եւ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Գերմանիայում 2026 թվականի ընթացքում բարձր ջերմաստիճանների հետևանքով մահացել է մոտ 10,000 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով հուլիսի 19-ի դրությամբ շոկի հետ կապված մահերի թիվը հասել է 9800-ի, գերազանցելով 2016 թվականից ի վեր ցանկացած ամբողջ տարվա ցուցանիշը։ Մինչև այս ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2018 թվականին՝ շուրջ 9000 մարդ։